Միջև վերջ չթվարկեմ, կարծում եմ ամեն ինչ լավ գիտեք եւ սկսված է։ Սկսված է Գոտեմարտը ու շատ ակտիվ են սկսում, անմիջապես տեսեք Միլովը ինչպես կողմնորոշվեց եւ երկու միավոր վաստակեց, Ալեքսանյանը մոտ էր իր միավորին, բայց վերջին պահին Միլովը շատ ճարպիկ գտնվեց եւ անցավ Արթուրի թիկունքը 2-0։ Այսպես անաջող է սկսվում Արթուրի համար եզրափակիչը, բայց 0-2-ը դեռ ոչինչ չի նշանակում, ամեն դեպքում բողոքարկում են։ Արթուրը ինքը հուշեց հորը եւ մարշին Գևորգ Ալեքսանյանին, որ ոտքով ոտքից հարվածեց, կամ ինչպես ինքը Արթուրը ասաց, զարկեց։ Եվ տեսնենք, եթե դա նկատեն մրցավարները, այս երկու միավորը կհանեն Միլովի անվան դիմացից։ Տեսնենք։ Այո, աշխատեց, չելենջը աշխատեց եւ 0-0 է հաշիվը։ Ոտքով է Միլովը աշխատել եւ Արթուրը իհարկե փորձառու ըմբիշ է, ամեն ինչ զգում է, ամեն ինչ գիտի եւ նա զգացել էր հարվածը մրցակցի ոտքի եւ Գևորգ Ալեքսանյանին հուշեց, որ պետք է չելենջ վերստա։ Սա էլ իհարկե խոսում է այն մասին, որ ըմբիշը շատ բան նվաճել է եւ շատ բան տեսել է իր կյանքում։ Սպասում ենք վերջնական հաստատմանը, ժամանակը պետք է բերեն հետ եւ ահա 5 վայրկյան է հաշվենք ընդամենը անցել Գոտեմարտի մեկնարկից եւ 0-0 Արթուր Ալեքսանյանը փաստորեն ոչինչ չի տվել մրցակցին եւ նույն է ակտիվություն Միլովը դրսևորում է, բայց Արթուրը շատ ճիշտ է աշխատում, շատ լավ զսպում է մրցակցի այս գրոները եւ շատ ավելի սառնասիրտ է, տեսնում եք։ Գորգում Միլովը մի փոքր ակարյուն է այս առումով, նա նետվել է միանգամից առանց մտածելու երևի պաշտպանության մասին։ Ալեքսանյանը սպասում է, նա իր շանսը դեռ կստանա, իհարկե զգում է, որ պետք է սպառել մրցակցի ուժերը, այսպես փակելով նրա գրոները։ Ցույց տուր անընդհատ, ասում է Գևորգ Ալեքսանյանը, փորձենք հասկանալ ինչն է ցույց տալ։ 1 րոպե անցավ, մի փոքր էլ ավելին, 0-0 եւ կոնտակտի են մղում կարմիր արզաշապիկով։ Ըմբիշին ասել է, թե Միլովին Այո, Ալեքսանյանին միավոր Միլովին պասիվություն տվեցին, 1-0 Արթուր Ալեքսանյան առջևում է, բայց դա շատ քիչ է։ Դա ոչինչ է, ես կասեի, պետք է հիմա միավորների քանակն ավելացնել։ Նստենք Արթուր Ալեքսանյան, գնաց գրոյի Արթուրը բռնվածքը իրականացրել է, պոկել է պետ մրցակցի և տարավ Արթուրը միջև վերջ է պետ, միջև վերջ Արթուր, գերազանց է երկու միավոր կարողացավ, եվս երկուսը ավելի ճիշտ կարողացավ, 5-0 է հաշիվը, եվս երկու անգամ և մենք ամեն ինչ կավարտենք հենց այս պահին, բայց Միլովը չի հանձնվում։ Ոչ, Միլովը այն ըմբիշը չէ, որ այսքան հեշտ կհանձնվի, բայց 5-0-ն շատ լավ առավելություն է եւ Արթուր Ալեքսանյանը հսկայական քայլ է կատարում հաղթանակի ուղղությամբ, բայց առայժմ այդքան է, առայժմ քայլ հաղթանակի ուղղությամբ։ Երկրորդ րոպեն է ավարտվում, Գոտեմարտի 5-0 Ալեքսանյանն առջևում է, առաջին գլորումը թված մինչև վերջ էր, բայց բավականաչափ էր երկու միավորի համար։ Մի փոքր կամ ուժերը չբավականացին, կամ գիտեք միգուցե Արթուրը հասկացա, որ պետք չէ ամբողջ էներգիան դնել այդ հատվածի վրա եւ եթե հետագայի կարիք լիներ, կարող են այդ ուժերը չբավականացնել։ Կան հաշվարկներ, որոնք իրենք ըմբիշները միայն գիտեն, իրենք են զգում գորգում
ինչ պետք է անել, ինչ կարող է անել, ինչ չի կարող։ Բայց հիմա մինչև մրցափուլի ավարտը Արթուրը այս առավելությունը կպահի, Միլովը չի պնդում առանձնապես, բայց հասկանալի է, որ երկրորդ մրցափուլում ինչպես էլ պտտվենք Արթուրին են տալու պասիվություն, մեր երկրպագուները ձեր էկրաններին էին Զագրեբում քիչ չէ նայերը և նրանք շատ լավ աջակցում են Արթուրին, ավարտված է առաջին մրցափուլը 5-0, Ալեքսանյանը հաղթում է Միլովին այս հաշվով և հիմա մի փոքր ուշքի կգան կհանգստանան ու կշարունակեն։ Գոտեմարտը ընդամենը 3 րոպե է բաժանում Ալեքսանյանին Եվրոպայի առաջացան 6-րդ ոսկե մեդալից։ 1/8 եզրափակում Արթուր Ալեքսանյանը Ռոբերտ Կոբլիաշվիլին 3-1 հաշվով հաղթեց, քառորդ եզրափակում Տամաշլևային հունգարացու 7-4, կիսա եզրափակում Արթուր Օմարովին Չեխիայի ներկայացուցիչին ջախջախեց, պարզապես 9-0 հաշվով շատ կարճ ժամանակում գլորեց այնքան, որ Գոտեմարտն ավարտվեց։ Եվ հիմա 4-րդ Գոտեմարտը Արթուրի և նա հաղթում է 5-0 հաշվով։ Սկսված է երկրորդ մրցափուլը։ Ալեքսանյանը իհարկե պարտերում գերազանց է աշխատում, իհարկե զգում է իր առավելությունը այդ հատվածում մրցակիցների նկատմամբ և երբեմն միտումնավոր տալիս է այդ մեկ միավորը պարտերում է հայտնվում և թույլ չի տալիս այնտեղ մրցակցին ոչինչ անել։ Ամենայն հավանականությամբ այս մրցափուլում այդպես կկառուցի իր մարտավարությունը Ալեքսանյանը։ Երկու րոպե և 20 վայրկյան։ Այո, տվեցին մեկ միավոր Միլովին, պասիվություն Արթուրին, նա հիմա պարտերում կհայտնվի, բայց նորից ասեմ, սա այն էր, ինչին Արթուրը գնում է։ Ի սկզբանե շատ լավ հասկանալով, որ սա պետք է լինի։ Եվ տեսնենք, Միլովից է ամեն ինչ կախված, նաև Արթուրից, որը պետք է պաշտպանվի, Միլովը բռնում է, իսկ Արթուրը փորձում է բարձրանալ և բարձրանում է, գերազանց է աշխատում, ինչպես դուրս պրծավ անմիջապես Ալեքսանյանը, այդ բռնվածքից կանգնեց և հիմա խնդրեմ թող 2 րոպե տանջվի Կիրիլ Միլովը և փորձի այս պատը տեղաշարժել։ Այս կենթանի պատը, որը կառուցել է մեր ըմբիշը իր մարմնով, իր հզոր բազուկներով, տեսեք ինչպես է զսպում Միլովի գրոհները։ Պաշտպանությունում թերևս լավագույնն է աշխարհում Արթուր Ալեքսանյանը և նրան գցել, գլորել, միավոր վաստակել ծայրահեղ ծանր է։ Եթե անգամ հնարավոր է, ապա շատ ծանր։ 1.5 րոպեից պակաս է մնում։ Աստիճանաբար հալչում են վայրկյանները և Միլովը հասկանում է, որ ձեռքից բաց է թողնում չեմպիոնությունը, Կիրիլ Միլովը նորից հիշեցնեմ գործող չեմպիոնն է Եվրոպայի, բայց 1 րոպեից այդ չեմպիոնությունը նրանից կխլի այս քաշային կարգի հզորագույն ըմբիշը, ամենատիտղոսակիրը։ 48 վայրկյան, շատ լավ գիտակցում է իր առավելությունը Արթուրը մրցակցի նկատմամբ և այնպիսի վստահությամբ է կանգնած ու պաշտպանվում, որ հիմա ես կարծում եմ Արթուրին այս վիճակից չէր կարողանա շեղել անգամ գերծանր քաշային ըմբիշը։ Գնում է, փորձում է Միլովը ամեն դեպքում, բայց հնարավոր չէ Արթուրին այս պարագայում հաղթել։ 15 վայրկյան է մնում, Արթուր Ալեքսանյանին հիմա ինչ-որ բան է Արմեն Բաբալարյանը հուշում, բայց երևի այդ հուշումների կարիքն էլ արդեն չկա, Բաբալարյանն ուղղակի է իր հույզերն է արտահայտում։ Վերջ, Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի